Yeah.
տանջում, լույսը չի մարում, Երուսաղեմ, ավետ են ապրում, երկեր են երկում, Երուսաղեմ, սրբության քաղաք, օրհնության քաղաք, Երուսաղեմ, քեզ եմ ձգտում, քեզ եմ զուլվում, Երուսաղեմ. Լույսը չի մարում, Երուսաղեմ, ավետ են ապրում, երկեր են երկում, Երուսաղեմ, սրբության քաղաք, օրհնության քաղաք, Երուսաղեմ, քեզ եմ ձգտում, քեզ եմ զուլվում, Երուսաղեմ, ցավը չի տանջում, լույսը չի մարում, Երուսաղեմ, ավետ են ապրում, երկեր են երկում, Երուսաղեմ, սրբության քաղաք, օրհնության քաղաք, Երուսաղեմ, քեզ եմ ձգտում, քեզ եմ զուլվում, Երուսաղեմ, քեզ եմ ձգտում, քեզ եմ զուլվում, Աստված սերել երկայն ամի, քաղցրաբարով խոնարհու ես, Աստված սերել երկայն ամի, քաղցրաբարով խոնարհու ես, սերը քաղցրել, սերը բարի, Սերն իրենը չի փնտրի, չի հպարտանա, չի նախանցի, բարկությանը չի գրգրի, սերը քաղցրել, սերը
vraci khanda Sernam vaye varmunchi unena Anirabutyan vraci khanda Sernam enva Chane Sernam enva Khavata Sernam enva Kham pere Serbana chiangane Sernam enva Kazi chane Sernam enva Խոնարհիր սիրտ, բարի Աստված քնիր իմ սիրտ, խոնարհիր սիրտ, բարի Աստված քնիր իմ սիրտ, եթե գտնեմ
Կյանքի աղբյուր ու կենաշյուր, բարի Աստված ախուր է սուր, կյանքի աղբյուր ու կենաշյուր, բարի Աստված ախուր է սուր, փափակ սիրտս արավ է քեզ, բարի Աստված տենչում եմ քեզ, փափակ սիրտս արավ է քեզ, բարի Աստված տենչում եմ քեզ։ Քեզ երբ գտնեմ, պիտի փարվեմ, անվերջ երգեմ, ուզեմ այլվեմ, քեզ երբ գտնեմ, պիտի փարվեմ, անվերջ երգեմ, ուզեմ այլվեմ, պիտի գովեմ, հարաբանեմ, անվերջ քո փառքը մեծարեմ, պիտի գովեմ, Ասենք միասին Փառք Հիսուսին։ Թող Տերը փառավորվի քույրեր եղբայրներյան այսօրվա համար, Աստված մեզ նորից կյանք տվեց, հնարավորություն տվեց Աստված մեզ նորից գալու առաջ քույրեր եղբայրներ։ Ես կուզեմ մի կարևոր բանի մասին խոսել այսօր ինձ համար, քեզ համար որ շատ անհրաժեշտ է քույրեր եղբայրներ։ Ամեն բան մարդ մեջ անողը Աստված է։ Ամեն բան։ Առանց Աստծու մարդ մեր նոր կյանք չի գալու։ Բայց որպեսզի այդ ամենը մեջ կատարվի, ես կուզեմ նախաբան որպես կարդամ։ Եբրայեցիս 4 գլուխ 2-րդ խոսքը։ Վասզի մենք ալ անոնցպես ավետիս առած ենք։ Ումպես։ Ում նկատի ունի։ Իսա ժորժտին, ունեն ավետիս, ունեն խոստմունք, բայց ինչ եղավ, բայց անոնց շաբը չրավ, այն խոսքը լսելը, ինչ դեր պաճարը, որ օգուտ չեղավ, քանզի հավատքով խառնված չէր լսողներուն մեջ։ Դեսո պիտի իմ ու քո մեջ չխառնվի հավատքով այս խոսքը, մեր մեջ ոչ մի բան կառույց չի անի Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին աշխատում է իր խոսքի վրա։ Եվ որ խոսքը քո մեջ է գալիս, իմ մեջ է գալիս, այդ խոսքը մեր մեջ Աստծո ուզածը կատարում է։ Չեմ հիշում ձեզ պատմել, չեմ պատմել այն ծակում նասկու մասին։ Մարդը ուզում է որ փոխվի։ Հիշում եմ մեր ժամանակում երիտասարդներ ենք, բալ եղբայրից արտաժողով անցկացնում մեր տանն ենք, գիշերային արտաժողով է մինչև լույս, պետք է մի ժամ գոնե քնենք, որ հելնենք գտնենք գործի կոմունիստի ժամանակ։ Ու եղբայր խոսում է պիտի խոնարհվենք, պիտի ցածրանանք, Աստված խոնարհսիրտ է ուզում։ Եվ միշտ ուրբաթ օրը պիտի հավաքվենք արտաժողով մեր տանը,
մի եղբայր եկել հավաքույթի, այդ աղոթողներից, երիտասարդ, տեսա 5 սարոշկա էր հագել, կարգնդած շալվար, նասկին ծակ, բութը դուս է եկել նասկուց, ասես խես սենց հակնում է, ասեց ուզում եմ խոնարվեմ, ես դա ինչ անեցի, թե թազաձև ախոնարության, խեմսա նախապես ասում, կարող է բան պիտի խոսեմ դրա համար, որ տենան, որ մե մեջ այդ սիրտը անողը Աստված է, ստեղծող այդպեսի սիրտ Աստված է։ Վերջապես աղոթաժողովը ավարտվեց, պետք է քնենք ամեն մեկս միտեղ, դե 60 հոգի մարդ ենք, 50 հոգի մարդ ենք, մեր տանը այդքան տեղ չկա հաստատ, բոլի վրա ամեն մեկս միտեղ կուշետկային, վերջապես որքան տեղ կար, հենց բոլին կաղեք քնեինք, եղբայր քուրերով, վերջապես միտեղ գտնում ենք ամեն մեկս։ Երկու քուրի գնացի մեր տանը բակումատ ուրիշ հին տունել ունենք, դե մեր եղբայրները ապրում տանիքով, ծնոն են հալածել են, եկել են մեր տուները ապրում, սետրակ եղբայրը, վերջապես, երկու քուրի գնացին են տուն օրընդեղ խնեին եղբայր տանիքում, ու մեկ էլ նոր ենք պարգել պոլին, մի ճոճս լսեցինք, վազինք դուրս երկու քուրերն էին, ձայնով ձեռով թե ընդեղ մարդա մտել։ Դե այն ժամանակ մեր դες պարիպ չկար, սետկա չկար, քաշած հայատներում բաց վրախ էր։ Փողոցի վրա մեր դուրս sense ասած, բաց վրախ էր։ Վազեցինք, տեսանք մի հատ տղա է նենց հոգեկան հիվանդի նման մանգամի, բայց տարիքով տղա է երիտասարդ։ Ես եղբան հասավ, գրբաններից պեչենի անեց, կոնֆետ անեց եւ այլ ուսեսան ծեծել, խոչի ծեծում։ Ես ուզում եմ խոնարհվեր այդ եղբայրը։ Խոչի ծեծում այն մարդ։ Այս տղան լացում է մաղ մեռա, ես մոտեց ասա ախպեր, թող հերիք ախպեր, մեռա պետք է տղա։ Հերիքա թող։ Դեսա չի թողում, միջ բարձր ասա տղա հերիքա մեռա վրա թող։ Նազուց գնա երու։ Ինձ ասում, եկել երկրորդ եղբան ինձ էսան եղբանած արի ես կոմ, հիմա հերթեք հեզի կդառնա։ Քուրեր եղբաներ, Սարկովիչի խոնարհություն, Սարկովիչի, մենք կպատրվի իմ ու կեղծավորությունը։ Հիսուս ասեց, ես շինեմ իմ եկեղեցին, որ դժոխքի դռները չկանան հաղթարել, ես շինեմ, իմ ու կոներսը, Աստված պատրաստի, իրա խոսքի հիմքի վրա։ Եվ որ մարդն մեջ ասո խոսքը դառնում է հավատք, մարդը այդ խոսքին հենվում է, այդ խոսքը Սուրբ Հոգու զորությամբ Աստծո ոչ կամքը իմ ու քո մեջ կատարում է։ Ինչպես առանք Սուրբ Հոգին, որս ենք արժանի լծրեք բարձրացրեք։ Աստված գար իմ ու քո մեջ բնակվի։ Դառնալ Աստծո բնակարան, Աստծո տաճար։ Ով էր արժանի, ոչ ոք, դա ինչպես կատարվեց, ասպարակյալը գաղատացեց եկեղեցում, դու ձեր գործերից առակ Սուրբ Հոգին, թե հավատքի լսելուց, ինչով առանք, հավատքի լսելուց առանք, խոսքից առանք, խոսքը մեջ հավատք ներգործեց, ինչի սալի ժողովրդին օգուտ չտվեց այդ խոստումները, որտև հավատքով խառնված լսողների մեջ ասեց առաքյալը։ Ուզեմ մի թանկ տեղ կանգառնել միասին, քուրեր եղբայրներ ջան։ Ռոմայեցիս 14 գլուխ 16, 17-18 խոսքերը։ 17-18 խոսքերը։ Վասնզի Աստծո արքայությունը կերակուր ու խմելիք չի, հապա արտարություն և խաղաղություն ու խնդություն է Սուրբ Հոգով։ Քանզի դե մեկան այս բաներով Քրիստոսին կծառայի, անիկա Աստծմե հաճելի է ու մարդոս մե գովելի։ Այսինքն այսպեսի մարդ է ուզում Աստված մենք լինենք։ Այսպեսի մարդ։ Մեր մեջ կառուցվի Աստծո արքայություն, որտեղ մտնենք արքայություն սպասելու, այլ նախ պիտի մեր մեջ
կառուցվի երկնքի արկայություն։ Դի քո հոգուտ մեջ, իմ հոգու մեջ գա երկնքի արկայությունը։ Իսկ որտեղ է գալիս երկնքի արկայությունը, գալիս է նոր սրտերի մեջ։ Հին սրտի մեջ երկնքի արկայություն չի գալիս։ Ուննալ նոր սիրտ եւ որպես այնտեղ գա ինչ, գա երկնքի արկայություն։ Հարց. ով է առեն նոր սիրտ։ Ով ունի նոր սիրտ։ Քան ոգի կան մեր մեջ, որ նոր սիրտ ունեն։ Մենք ակամա թե կամա սկսում ենք մեզ քննել։ Ինչպես եղբայրը քիչ առաջ ասեց, հիշվենք մեր վիճակը, մեր կռիվները, մեր բամբասանքները, մեր տգաճներն ենք անմիջապես մեր աշխարհ գալիս։ Ոնց անենք լավ նոր սիրտ առնենք։ Ինչ պիտի անենք, որ ինչքան ծոմ պահենք, ինչքան աղոտ կանենք, ինչքան խոստմանվենք, ինչ պիտի անենք։ Գուրեր եղբայրներ, ինչ պիտի անենք։ Այստեղ սատանան ասու որդու գործը կատարած մեր առաջ փակուղի է դնում։ Մեր հետ մեզ խառնելով, որ դա կապ ունի որպես թե մեր հետ։ Մեր հետ ունի կապ, թե չունի մեր հետ կապ։ Մի աման չէ, գոզում խոսեմ նաև, հատուկ չեմ կարասում։ Ունակ մեր հետ կապ ունի եղբայրան նոր սիրտ առնելու։ Ունի։ Քուրս քո հետ կապ ունի։ Մի աման չի աս։ Չունի, հա։ Վալա ոնց անենք նոր սիրտ առնենք։ Որ խոստվանենք մի շատ մեղավոր ենք, ինչ անենք, որ իման խեր տատիկը նա մեզ տատիկ արդեն։ Մերս քանի տարեկանս։ Ութանասուն տարեկան, ոյ։ Մերս բան նոր սիրտ ունես։ Ունես նոր սիրտ։ Որտեղից ես առե։ Ոնց ես առե։ Ինչքան փող ես վճարե։ Բա ինչ ես առե։ Ոնց, ճամբելը ցույց տենանք ոնց ես առե։ Խարդման գիրար։ Գուրեր եղբայրներ ջան, մարդու մեջ նոր սիրտ ստեղծողը Աստված է։ Էդպես է մեզ ասում խոսքը։ Գուրեր եղբայրներ, չկա մի մարդ, չկա մի ծնունդ, չկա մի ստեղծագործություն, որ ինքը նոր սիրտ է ունեցած ծնվել։ Դավիթ այսպես է ասում Սաղմոսի մեջ։ Իմանես ինձի մեղքով հղիացավ Սաղմոս 51-ի 5-րդ խոսքը, այս անունով ծնվա ու իմանես մեղքով հղիացավ ինձ 10-րդ խոսքը, ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ և ուղիղ հոգի նորոգի։ Չկա այդպես է ծնունդ, որ նոր սիրտ ունեցած ծնվի, կամ լավ սիրտ լինի իր մեջ, սուրբ սիրտ լինի, գոնե մի քիչ լավ լինի, չկա։ Բոլորը մեղանչել են և Աստծո փառքից պակսած են գրված է։ Ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ և ուղիղ հոգի նորոգի։ Այսինքն Աստված պիտի դնի մարդու մեջ։ Աստծո խոսքը մարդու մեջ գալով, մարդու մեջ նոր սիրտ է ստեղծում։ Նոր հոգի է նորոգում։ Նոր կյանք է դնում մարդու մեջ։ Մարդը իր ձևերով, իր կերպերով, իրան չի կարող իր մեջը նոր սիրտ ստեղծի, լավ սիրտ լինի, սեր ստեղծի, դրանք սաղ փոփոխական են, մարդու սարկածը, բայց Աստծուց դրածը, Աստծու արարածը մարդու մեջ, ու պիտի անի խոսքի զորությամբ, հոգու ներգործությամբ, դա միակ անփոփոխելի է, որ գրված է Եզեկիել մարգարեություն, ձեզ շատ քաչ ծանոթ եմ կարդում, 36-րդ գլուխ 25 խոսքը։
Եվ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, պիտի մաքրեք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուրքերից, պիտի մաքրվիք ասում է, եւ ձեզի նոր սիրտ պիտի տամ։ Ալելույա Տիրոջը։ Աստծո խոսքը, արարող խոսքը, Աստծո խոսքը ստեղծող խոսքը, Աստծո խոսքը փոխող խոսքը, Աստծո խոսքը անհնարին հնարավոր անող խոսքը, Աստծո խոսքը այդպեսի զորավորը իր խոսքով ստեղծեց երկրն ու երկիրը, իր խոսքով ստեղծեց։ Նայենք Աբրահամին, Սարային, խոսքում կտրված իրենց մոտ անցավ 25 ավել տարիներ, ու պիտի երեխա ունենար Աբրահամը, Սարան։ Բայց 100 տարեկան Աբրահամն էր, 90 տարեկան Սարան էր։ Կնեք այս խոսքից, արդեն չորացած էր իրանց ամեն վիճակները, որ նրանք լինեն ունակ ծնելու։ Չորացել էր ամեն բան, ի վիճակի չէր ամեն բան, բայց Աստծո խոսքը վիճակի էր։ Աստծո խոսքը անփոփոխ էր։ Երկար տարիներ անց է, բայց խոսքը չէր փոխվել։ Աբրահամ պիտի ծնես որդի։ Իսահակը պիտի առաջ գա Աբրահամ քո կյանքում։ Սարա պիտի քո արգատը հղիանա։ Օ, ալելույա Տիրոջը։ Ես ինչ եմ ուզում ցույց տամ։ Աստծո խոսքի զորությունը, Աստծո խոսունքի զորությունը։ Որ մենք մեր այս խոսքը խառնվի հավատք դառնա։ Ու դու առնես հավատքով, քոնեսը նորոգվի երկնքի արքայությունը հավատքով։ Դե չնորոգվի ու քոնեսը երկնքի արքայություն, մենք այնտեղ չենք կարող մտնենք։ Սուրբ սրտը պիտի երկինք մտնեն։ Քուրեր եղբաներ, այդ սուրբ սրտի մեջ ստեղծողը Աստված է։ Ում մեջ, հավատացողի մեջ, խոնարհվողի մեջ, կոտրվողի մեջ, Աստված կավագիոնեսը խանդվողի մեջ, ուրիշ ճանապարհ չկա։ Գիտեք, իմ կյանքում շատ բաներ եմ ես փորձել, որ ինքնուրույն մական ուժերով ստեղծվել, դե այդպես է հասկանում։ Շատ տառապանքներ եմ անցել, շատ նեղություններ եմ կրել ինքս իմ համար, իմ հետ կատարվող հարցերից մեջ։ Ինքան ծում է պահել, ես համաձայն չէի իմ վիճակից, ողբում է, լացում է, տելա, մինչև եբ սենց, մինչև եբ դի մնամ սենց։ Ինքան ծում է պահել, եղբան ասում է, եղբարյան նա շատ ծում պահի, դիմում է ինչում միհնարկ ինձ առաջարկում էին, ես այդ հնարժը կատարում է հավադարմաբար։ Անգամ ծում է պահել, ինքամ է նիհարել, որ ғայշս կապում է շալվարից, կողքի աղջկա յուպտի պես փոր էր կայնում շալվարս։ Նիհարել էի, բայց էլի նույն թավայկյալին էի։ Ճար չկար, ինքամ է լացում, ինքամ է ողբում, ճար չկար, ինչ որ Տերն իմ կյանքում անձամբ հայտնվավ, անձամբ ինքն արեց, և ինձ ուղեցին ճշմարտության խոսքին, ուղեցին ավետարանին, որ զորությունը ավետարանը, անփոփոխ ավետարանը, ինքնականում մեր կյանքի մեջ խոսքը Աստծո ստեղծի նոր մարդ մեր մեջ, ստեղծագործություն նորոգի մեր ներսը, նոր մարդ հագնենք, Սուրբ Հոգու զորությամբ, քուրեր եղբայրներ, նոր մարդը հագեք ձեր վրա, որ ստեղծողի պատկերի պես է, սուրբ եւ այլը, դա պիտի գա երկնքից մարդու մեջ, երկրից ոչինչ չկա, վարագույրը եկեղեցում, այն տաճարում վերևից վար պատրվեցավ, նոր ճանապարհ Քրիստոս բացեց իր մարմնով, նաև այն զոհը, այն ճամփան երկինք մտնելու համար, էլ պետք չէր զոհեր, էլ պետք չէր ոչակեցներ, խոհեր, այծեր եւ այլերիշներ, այլ Քրիստոս այն զոհը եղավ եւ բավարարեց ամբողջ մարդկային սերնդի համար, ով հավատա, իրեն պիտի երկինք մտնի, քուրեր եղբայրներ, բավարարեց հոր պահանջը մարդու համար։ Ես ուզում եմ կանգ առնել, թե ինչպես է մարդ մեջ գալիս այդ երկինքի արքայությունը։ Գալիս,
Ինչպես կարդացինք։ Աստծո արկայությունը կերակուր խմլիկ չի, հապա արդարություն է, խաղաղություն ու խնդություն Սուրբ Հոգիով։ Դա սուծուցա։ Քո հետ կապ չունի, իմ հետ կապ չունի, քո փողերի հետ, իմ փողերի հետ, իմ արտասունքի հետ կապ չունի, իմ հետ կապ չունի, մի բան կապ ունի իմ հետ, որ ես հավատամ դրան, համաձայնվեմ դրան, ուզնամ գայմ կյանքի մեջ, ես խոնարհվեմ այդ կենդանի զորության առաջ, խոնարհվեմ իր խոսքի առաջ, եւ Սարային ասեց Տերը, այս հրեշտակը խոսում է Աբրահամի հետ, Սարան ծիծաղեց, հիշում եք այդ բան, ես ինչ ասպես հրեշտակը կա սխալվել այ մարդ կա ինձ իմ հետ աշոպոտում, նա կապեց իր հետ, Սարան ծիծաղում էր Աստծո հրեշտակի ասացի վրա, ասում նա կապեց իր ունակության հետ, որ անհնարին այս ինչ է ասում, մեռանց արգատից, ինչ հղիություն, ինչ որդի, բրձել արդեն, քույրեր եղբաներ, ինչ լավ է, որ դու պրծնում ես, քո ուժը լրիվ սպառվում է, որ Տերը սկսի իր գործը իմ ու քո մեջ, սկսի իմ ու քո մեջ Աստված քույրեր եղբաներ, եւ կարդացինք, որ դա կապ չունի, ոչ կերակուրի հետ կապ ունի, ոչ խմլիկի հետ կապ ունի, եւ այս բաները խոսեց Հիսուսը, հետաքրքիր ասեցին առաքյալները, ուզում ես դերը կարդալ, Ղուկաս ավետարան 17 գլուխ 27 խոսքից Ուրե փաստն իրեն հարցուցին, թե Աստծո թագավորությունը երբ պիտի գա, պատասխան տվանոնց ուսավ Աստծո թագավորությունը դրսևանց եւ ցած բաներով չի գա, ու պիտի չսեն թե ահոս է կամ հոն, վասն Աստծո թագավորությունը պիտի ձեր ներսիդին պիտի գա, ձեր ներսն է, ձեր ներսը կա թագավորությունը, զարմացան, ոնց թե պիտի մեր ներսը գա, բա մենք ուրիշ թագավորության ենք սպասում, դու ինչ թագավորության ես սպասում հարազատս, դե նախ պիտի քո ներսը կա թագավորությունը, դի քո ներսը բնակվի է թագավորությունը, քույրեր եղբայրներ, ես ինչ հրաշք է խոսում Աստված, ես ինչ խոսում կունի Աստված, ձեր ներսը պիտի գա, ձեր ներսն է այդ թագավորությունը, հարց, իմ մեջս կա այդ թագավորությունը, քո մեջ կա այդ թագավորությունը, ինչպես պիտի գա իմ ու քո մեջ, քույրեր եղբայրներ, մա դա կապ չունի ոչ ուտելու հետ, ոչ խմելու հետ, դա կապ ունի միայն երկնքի Աստծո որդու կատարածի հետ, նա կատարածին պիտի հավատանք, քույրեր եղբայրներ, այսօր սատանան շատիցս հավատն է թալանե, մնացած գաղափար հավատքը, գիտենք պատմություն, հատ Հիսուս խաչվել, հատ այսպես, գիտենք պատմություն, բայց այ իմ ու քո մեր դարլա միայն պատմություն չի դարձե հավատք, չի դարձե կյանք, չի ներգործում ներսս այդ կյանքը, քույրեր եղբայրներ ջան, այս Սուրբ Հոգին մեր պիտի այդ կյանքը կառուցի, այդպես է գրված Աստծո խոսքում, որ առանց իրա գրված այսպես Եփեսացիս 3 գլուխ 16 խոսքից Տաղաչեմ որ տա ձեզի իր փառքի ճոխության չափովը զորությունով հաստատվիկ իր հոգով նսի մարդու մեջ որպեսզի Քրիստոս հավատքով ձեզ մեջ բնակվի ու դուք սիրով արմատացած հաստատված ըլաք որպեսզի Քրիստոսը հավատքով ձեր մեջ ձեզ մեջ բնակվի հավատքով բնակվի ու դուք սիրով արմատացած հաստատված ըլաք այդ երկնքի արկայությունը դա պիտի մեր մեջ անի Սուրբ Հոգին
Իսկ ինչպիսի արտահայտություն կա երկրի արքայության մեջ գալու մեջ։ Ինչով արտահայտվում քուրեր եղբայրներ։ Գարտացինք։ Արտահայտություն, խաղաղություն, խնդություն Սուրբ Հոգով։ Արտահայտություն, ինչ անենք արտանանք։ Ինչպես արտանանք եղբայրներ։ Ինչ գործենք արտանանք։ Քույրեր, ինչ գործենք արտանանք։ Մեզ մայրիկին։ Ինչ անես արտանաս մերս։ Հավատանք Հիսուս Քրիստոսին իր խոսքին։ Այսինքն ու վերջ, բրծավ։ Այսինքն ինչին հավատաս։ Ոնց անես արտանաս։ Արտար ես։ Օհ, եղբայրս։ Ես ինչ հարց տվեց։ Հավաքով, ասա մի վախեցի։ Մի քույրիկ, Արտահայտություն մի եկեղեցի անդամ տատիկի այցելեցի, լավ չէր։ Սանք իրական վեճեվետ հոգեկան դա պրակտիկ իրական դա դուպտի աբրիս։ Դա գաղապար չի, դա դուպտի աբրիս։ Մի տատիկի այցելեցի, չէ գալիս հավագուտի եկեղեցի անդամ տատիկ էր, ասի մերս վերջ երբից այցելեցի խոսեցի, ոնց ես բան, ասի լավ չէ, լավ չէ։ Ասի ինչ եղել։ Ասես գալցն ախպում ձերքերով, յանը շատ վատ եմ, ինչ եղայ մերս, մարտամահաց, ինչ եղել։ Ասեց եղբայր, տղաս ասեց, քանի հեկտար հող էր վարձը վերցրել, ծմրուկ էր դրել, որ ծմրուկը նաճեր, մա կարգուտն եկավ սաղ ծմրուկը տարավ։ Ասում հա մերս, կարգուտը ծմրուկը տարավ, հավատը տխի տարավ։ Ինչ կամ ուտի ծմրուկը քո հավատքիդ հետ, քո մնեսիդ պաշտամունքի հետ, քո երկնքի հետ, ինչ կամ ունի ծմրուկը։ Այս սատանան կապում է, գիտես ինչ Հիսուս ջան, քեզի պաշտում եմ, այսինքն մարդն մասոտ արևտրի մեջ, կաղոթեմ որ տաս, դուր որ աղոթեմ, արևտրի մեջ է մարդը մտնում հոգեբանության մեջ։ Իսկ Աստված արևտուր չի։ Սատանան ասեց Աստծուն, գիտես ով քեզի ծրի է պաշտում։ Ամեն բան տվել ես, ցանկվել պատել ես, ուզում ասեն ձեր տած կպաշտեմ քեզ էլի։ Ու Աստված ցույց տվեց սատանային, ապացուցեց, որ Հոբն Աստծուն ծրի է պաշտում։ Կապ չունի ինչ պատահեց Հոբին, կապ չունի ինչը պակսեց Հոբի կյանքում, Հոբն Աստծուն ծրի էր պաշտում, Աստծուն պաշտել Աստծու համար։ Ու գրված այդպես, ասма անվոն ցավից մեջ, Սուրբի խոսքերը չուրացա։ Քուրեր եղբայրներ, Աստծուց տրված մեզ համար իրավորտիով ամեն բան կա արդեն։ Գիտի քումաճը դա դառնա իրականություն, դիմնեսը դառնա իրականություն։ Հավատով չխառնվան նրանց մեջ։ Դա նրանք չասան, ընկան ճանապարհին, անապատում մեռան։ Երկու մարդ մտավ այդ դուրս եկածներից, իրան զավանեն մտան քան երկիր, երկուսը, ով են ով այշմ, երկու հոգի, քաղե պեսու, մնացը բոլոր մեռան, իրանց անհավատության մեռան, չմտան, քուրեր եղբայրներ, այսօր եթե մենեսն խոսքը չի դարձը հավատ, մենք հավատով մենեսը չի խառնվի ասո խոսքը, կմնան ճանապարհի կեսին, կարգուտը կգա, հավատը կտանի, մյուսը կտանի, քուրեր եղբայրներ, Աստծո արքայությունը, արտարությունը, Քրիստոսն է մեր արտարությունը, նա այդ գինը վճարել է, մեղքի գինը նա վճարել է իր մահով, իր այրունով, որ քո մեղքերը թողված են, դու արտար ես, և ապացույց կա Հիսուսի հարությունը մեր արտահայտության ապացույցն է։ Դու կարաս հավատաս, գրված այսպես, Հռոմայեցիս
5-րդ գլուխ, 4-րդ գլուխ, 25 խոսքը եւ 5-ի առաջինը։ Որ մեր հանցանքներու համար մատնվեցավ, ինչին մատնվավ Քրիստոս մեր հանցանքի համար։ Ինչին մատնվավ։ Մահվանը մատնվավ։ Եսայա 53-րդ գլուխը ողջ Քրիստոսի տառապանքն է խոսում, իմ փոխարեն։ Այդ դառը մահվան մատնվավ։ Իմ փոխարեն այդ դառը անարկանքին մատնվավ։ Իմ մեղքի համար, որտի ես մեռնեի, Աստծո որդին, հակամ մարմին, թողեց փառք երկնքի, եկավ երկրի որպես մարդ, իմ փոխարեն նա մեռավ որպես մեղավոր։ Եվ իր աման իմ համար հորեդ հաշտության պաշտոն էր դա։ Նա ինձ ու քեզ հորեդ հաշտեցրեց։ Մի անարգի հիսիման, քո գործը մի փորձի արտանաս։ Մի տրորի Հիսուսի այրունը, քո արածը մի փորձի արտանաս։ Հիսուսը իմ արդարությունն է։ Նա է իմ մեղքերից բավականությունը։ Հայրը իր որդիով հաշտվավ իմ հետ։ Հոր առաջ իր որդու այրունը զոհ բավականացրեց հորը։ Հայրը հաշտվավ իմ հետ։ Էպես ասում Եսային, որ մեր եւ հայրն ուզեց նրան ծեծերով ցավերի մատներ։ Անոր անձը մեղքի համար զոհ արեց հայրը։ Իմ համար Քրիստոս մեռել է խաչի վրա։ Իմ պարտքերս նա տվել իր մահով։ Իր անը հելելով իմ պարտքը տվել է Քրիստոս։ Մի կողմից հայրն էր պահանջում մեղքի վարձքը, դե մեղարը մեռնել, նույնիսկ սատանան էր պահանջում մեղքի վարձքը։ Հայրը տվեց մեղքի վարձքը, իր որդին դարավ մի համար մեղքի պատիժ, մեղքի վարձք։ Հայրը արդար դատապարտություն կատարեց, մեղավորի համար մեկը մեռավ, մեղավորի համար մեկը գին դրեց, մեղավորի համար մեկը բարեխոս եղավ, որ մեր հանցանքներու համար մատնվեցավ եւ մեզ արտահայտելու համար հարություն արավ։ Իր հարությունը քո արտահայտության ապացույցն է։ Դու արտար ես, որ քո գործն է քեզ արտարացնում։ Հապա Քրիստոսի մահն է հարությունն է քեզ արտացնում։ Դե սա դու չընդունես հավատքով, դու արտարին վայել կյանք չես կարող ապրել։ Դե արտար կյանքը գա իմ ու քո մեջ, ու դու ապրես արտարին կյանք։ Դե չի եկել հավատքով իմ ու քո մեջ արտարությունը, հավատքով դու արտարի կյանք չես կարող ապրես։ Չես կարող ապրես։ Դու կապրես արդեն պարտականություն որպես, իսկ դա արտարություն չի։ Մարդու արտարությունը դարտանի լատին կտորի պես ասում Մարգարետ, աղտոտ բանյան նմանացնում, ինչի մարդ արտարություն։ Ինչ ուզում փոխես Հիսուսի խաչը, նա տառապանքը, այրունը քո գործի հետ, քո ինչ բանի հետ մարդ։ Քրիստոս իմ արտարությունն է։ Իմ արտարությունն է։ Իմ փրկության երաշխիքն է։ Իր հարությունը իմ ապացույցն է։ Այս սատանան սա չի ուզում դու ընդունես։ Բա քո գործերը, բա դու ինձանից ոչինչ լավ բան չես սպասում։ Հինտիգից լավ բան չկա։ Ադամից լավ բան չի մնացել։ Մեղքը Ադամով եկավ աշխարհ։ Չկա մի լավ բան, մեկը չկա արտար գրված է Հռոմայացի 3 գլխում։ Մեկը չկա արտար։ Անգամ մեղ գործեցին եւ Աստծո փառքից պակսած են։ Այդպիսի սա դու հավատքով ընդունես, որ դու Քրիստոսի այրամբ արտացված ես։ Ու նա քո համար գինա վճարե։ Քուրեր եղբայրներ, սա սատանային ամենահակառակ գործն է։ Ու նա քո վրա այլևս իրավունք իշխանություն չունենա։ Սա հավատք է։ Սատանան ինչից ունի իրավունք։
Դա մարդը չի կամ հավատա Քրիստոս իր համար կյանք ա դրել, իր այրանգինն ա դարձել ինքը։ Հիսուսը սեփականությունն ա, նա մեզ արյունով ծախույ առե։ Մենք իր սեփականությունն ենք, իր ընտանիքն ենք, տունն ենք իր։ Գրված այդպես Եփեսացիս թուղթ։ Երկրորդ գլուխ 12 խոսքից, որ այն ատեն դուք առանց Քրիստոս եք, ու հեռացած եք Իսրայելի քաղաքացունեն, և օտացած խոսունքի ուխտերեն օտար եք, ու հուսմալ չունեիք, և այս աշխարհի մեջ անաստված եք, սա ենք եղել մենք։ Բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք որ ատենը հեռավոր եք, մերձավոր եղաք Քրիստոսի այրունովը։ Բան փոխվեց, կարգ փոխվեց, հրաշք կատարվեց երկնքից, բայց հիմա անեն անցան, ամեն բան նոր եղավ, այդ նորը խաչով կատարվավ, Գողգոթայով կատարվավ, Աստծուց ուղարկվեց այդ նորը, բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք որ ատենը հեռավոր եք, մերձավոր եղաք Քրիստոսի այրունովը։ Վասնզի անիկա է մեր խաղաղությունը, որ երկուկը մեկ կրա ու մեջտեղի պատը, այսինքն իրար եղած թշնամությունը իր բանով քանդեց, հրամանով եղած պատանքի օրենքը խափանեց, որպես իրբով այն երկուկը նոր մարդը հաստատե և այսպես խաղաղությունն է։ Երկունալ մեկ ման եղած հաշտեցել է Աստծո հետ իր խաչովը, վասնզե անով սպանեց թշնամությունը, և եկավ խաղաղություն կացեց ձեզի, որ հեռու եք, ու անոնց, որ մոտ են, քանզի անոր ձեռքով մենք երկուքսալ մեկ հոգիով հորը մոտանալու արտոնություն ունենք։ Մունալաս կետև դուք օտար պանդուղ չեք, հապա սուրբերին քաղաքակից և Աստծո ընտանիք, ալելույա։ Նոր ստեղծագործություն, նոր կյանք, նոր առաջագործություն հոգևոր, նոր բնություն եկա քո ներսը, Սուրբ Հոգին եկա քո ներսը, Աստծո կյանքն հայտնվավ հոգուտ աշխարհի մեջ, որ ապրի քո մեջ նոր կյանք։ Սա դու կարող ես հավատքով ընդունես։ Մին բդ արևտրի մեջ, այլ ընդունի Հիսուսի արածը քո համար։ Մին բդ այս հոգեբանության մեջ, որ անեմ նոր անի, տամ նոր լսի, կանչեմ նոր ես, մին բդ այդ արևտրի մեջ, քո համար արդեն գինդ ա դրված, փրկություն ա բերված, նոր Ադամ ա եկել քո համար երկնքից, քո համար կյանք ա բերվել, կյանք պիտի քո ներսը գա Աստծո արտարությունը։ Սուրբ Հոգով պիտի նորոգվի ներսն արտարին վայել կյանք, Սուրբ Հոգով լեցուն կյանք, ապրես արտարին վայել կյանք, արտարի կյանք ապրես։ Դա իմ քո մեջ անում է Սուրբ Հոգին։ Այ պիտի հավատքով խառնվի ներսդ։ Որպեսզի կանաս գաս Աստծո առաջ, այդ հավատքով գաս, որ դու արժանի ես գաս, որ դու արժանի ես, որ դու լավն ես, բարի ես, հապա Հիսուսի արյան արժանիքով պիտի գաս մտնես սրբծան սրբոցը։ Դա քո արժանիքությունն է, սա պիտի դառնա հավատք, գաղափար չի, հավատք, որ կանչում ես լսի քեզ, խնդրում ես տրվի քեզ, թակում ես բացվի քեզ համար։ Հիսուսի կատարածի շնորհիվ քուրեր եղբայրներ։ Եվ 5-րդ գլուխ առաջի խոսքը, և այսպես հռչակում է, հայտարարում է, ուստի մենք հավատքով արտածած ըլալով խաղացում ենք Աստծո հետ իր որդու Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ալելույա Տիրոջը։ Սա ընդունի, դու ընդունի, թող հավատքդ բժշկվի, թող հավատքդ նորոգվի, թող հավատքդ փոխվի, ումն դու, ումն մենք հավատքով արտածած ըլալով խաղացում ենք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրիշ միջոց չկա։ Ուրիշ միջոց չկա։ Կներեք խնդրում, ներողություն, հազար ներողություն։ Ինչ ռակցանց ամնեսը հավատքի։ Գաղափարից ռակցա չկա։
հավատքից ռակցիա կա, այսպես փոփոխություն կա ամեն տեղ։ Ես քո արտարն եմ։ Ես քո արտարն եմ։ Մերես դու արտար չես, բայց դու իրա արտարն ես։ Ինքն քեզ արտարացրել։ Ամեն։ Քուրեր եղբաներ, սա վեդարանն է, սա հավատք է։ Եվ այդ հավատքով եկած կյանքը քո մեջ, նա այն կյանքը պետք է ապրել տա քեզ այդ արտարին վայելի կյանքով։ Զսպելով չի որ մեղ չգործես, զսպեմ չծխեմ, զսպեմ չհարպեմ, զսպեմ չայոյեմ, զսպեմ չբամպասեմ, դա կյանքի հայդություն է ներսդ։ Դե ապրես արտարի կյանք։ Հավատքից եկած, խաչով տրված նոր կյանք։ Ինչ է հանգում զսպեմ չայոյեմ։ Զսպեմ չծխեմ, մեղ ասու։ Ինչ հավատքը զսպելով է, դա կյանք է։ Քրիստոս ռեալ կյանքա պիտի ապրես դու յետասարդ մեծասակ զսպեմ հանգա չսիրահարվեմ անհավատի վրա զսպեմ չփախտեմ եղած դու ինչ թավակյալի բաներ են քուրեր եղբաներ դա կյանքա պիտի ապրես դու այ երկինքի արկայության կյանքը դիգա իմուքո նեսը դրսից չի դիքո նեսը կյանք կա նեսը կյանքը հայտնվի ապրես արտարի կյանք, ապրես սուրբ կյանք, ապրես Աստծո եկողության, սրբության կյանք, իմաստությամբ լեցված կյանք, արտարություն է, նախ երկինքի արկայությունը արտարություն է, ընդունես քո ներսդ Քրիստոս արտարությունը, դենաս քո արժանիքությունը այդ այրան մեջ, արժանիքությունը Սատանան մի քույրիկ ունենք Երևանում մեդագը դեպք պատմեց ասում մի օր փողոցում էի գնում էի միշտ գործեմ գնում արտանշուտ ասում մի հատ հոգեկան հիվանդ կա դիվահար կա ասում միշտ ասում իմ դեմն է ելնում ասես վախում եմ իրանից որ միշտ իմ դեմն է ելնում մի օր տեսա նորից իմ դեմն է գալիս ասում այդ մայթով ու իմ դեմն է բարձանում գալիս է ինձ ընդառաջ մեր ճանապարհը փոխեցի այն կողմով գնամ մինը ճանապարհը փոխեց եկավ ասում նորից ասում իրար հանդիպեցինք դեմ արդեմ եւ այդ խոսում ասում մենք քո մեջի եղածից ենք վախենում դու մեզից ես վախենում մենք քո մեջինից ենք վախենում դու մեզից ես վախենում դեսո ում որդին ես դու դու ով կա քո մեջ բնակված դու ում ես պատկանում դե ապրես հավատքով դե արտարը հավատքից ապրի Հռոմայեցիս 1:17 արտարը հավատքից պիտի ապրի Հիսուսի վրա ունեցած հավատքից ապրես նա արյան շնորհքի հավատքից ապրես նա խաչի տառապանքի հավատքից ապրես նա իմ արտարությունն է որ չապրես քո խելքով չապրես անհավատ կյանքով չապրես մարդկային գործերից բխած թվացած արտար կյանքով ապրես Հիսուսի խաչի արտարությունից նա այրան արտարությունից ումեստա այրան գին այս սատանան եկեղեցու դրամբար ավախենում որ Հիսուսի այժունը կա եկեղեցու վրա այժունը կա այնպես գրված է դուք ծախու եք առնվե Հիսուսի այժունովը դու ծանտները չեք հապա նրանն եք հայպիտ դես հավատքով զինվես քուրեր եղբաներ վերջի պատերազմ եմ մենք տալիս վերջի պատերազմ դե հապշտագի եղեցին վերջի կռիվն է հոգևոր դե հապշտագվես դու հավատքով ես ապրում հավատքի կյանքը սուրբ կյանք է տանում քեզ ինձ մաքուր կյանք է առաջորդում ինձ ու քեզ որ հապշտագվես դե սուրբերը հապշտագվին սուրբերը եկինք մտնեն այ արտարին տված արտարությամբ որ ապրումնա սուրբը այդ կյանքով եկած արտարությունը քո մեջ բնակված այդ կյանքը պիտի քո մեջ ապրի եւ պիտի այդ կյանքը ասում փառավորի արտարությունն է խաղաղությունն է հիշում եք Հիսուս որ հանդիպեց աշակերտներին ասեց ինչ ասեց խաղաղություն ձեզ ինչ եմ անում ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս որ այն ինչ աշխաննի իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ քուրեր եղբաներ Աստծո խաղաղությունը
գրված այսպես Փիլիպպեցիս 3-րդ գլուխ 7-րդ խոսքը Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքե վեր է, ձեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսում կպահպանե, այ Աստծո խաղաղությունը։ Ձեր սրտերը 4:7 Փիլիպպեցիս։ Ձեր սրտերը, ձեր մտքերը Քրիստոս Հիսուսում կպահպանե։ Աստծո խաղաղությունը ամեն մտքից վերա քեզ դժվար է խախտեն։ Հանգիստի սատանան քո խաղաղությունը խախտի։ Դու ունես Քրիստոսի խաղաղությունը։ Այդ կյանքի մեջ կա իր կյանքի խաղաղությունը։ Այդ կյանքի մեջ կա անհաղթելի խաղաղությունը։ Անպարտվելի խաղաղությունը։ Սատանան ինչ է միտ բերի քեզ, քո մտքիդ մեջ կը այնպես է կապված Աստծո խոսքի խաղաղությունով, սատանան չի կա քեզ խախտի։ Դե ես չունեմ իմ եկեղեցին։ Այ դերը պիտի շինի ու կոներս այդ եկեղեցի արքայությունը։ Քուրեր եղբայրներ ջան։ Եվ շատ գեղեցիկ գրված նաև Կողոսացիս գրքի մեջ։ Կողոսացիս թուղթ 3-րդ գլուխ 15 խոսքը 3:15 Եվ Աստծո խաղաղությունը ձեր սդեմերը թող թակավորե որ դուք կանչվեցաք մեկ մարմնով ու գոհատոր եք որտեղ թակավորի ձեր սրտերի մեջ է թակավորի Աստծո խաղաղությունը դա թակավորի զավակի վայել հատկանիշը Աստծային կյանքի բնորոշ հատկությունը Աստծո խաղաղությունը ամեն մտքից վեր է ձեր սրտերը մտքերը Քրիստոս Հիսուսում պիտի պահպանե Աստծո խաղաղությունը ձեր սրտի մեջ թակավոր է քուրեր եղբայրներ ջան այ երկնքի արքայությունը երկնքի արքայությունը դիգա մեր ներսը իմ ներսս քո ներսը մնացը փապակի երկինք ծառավի երկինք Հանդիպի երկինքին, քուրեր եղբայրներ, մենք դե այստեղ ապրենք, երկինքի օրեն ապրենք երկրի վրա։ Քուրեր եղբայրներ ջան, Հիսուս մարմին հակած, այդ երկինքի արքայությունը ապրեց այստեղ։ Այդ արքայության մեջ կար սիրո արտահայտություն, մեծ ներում, մեծ համբերություն, մեծ խոհեմություն, մեծ հաճություն հորը Քուրեր եղբայրներ, այդ կյանքի մեջ կա միայն այդ աստվածավայել կյանքը, Աստծո խաղաղությունը, արդարություն է, խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգիով։ Մենք ասում ենք այս բաներով ասում ծառայի նանգը պաշտի, այ հաճելի է Տիրոջը։ Մենք ինչով ենք ասում պաշտում։ Ինչով։ Եթե մենք ենք սարքե, քուրեր եղբայրներ ջան, Այս Սուրբ Հոգին մեր դեպ կյանքը նորոգի, քուրեր եղբայրներ, Սուրբ Հոգով ապրել, Սուրբ Հոգով լցվել, Սուրբ Հոգով նորոգվել, եւ ինքը մեր ներսը պատրաստի երկինք, դա իր գործն է միայն մարդու գործը չի, հանձնվի Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, հանձնվի իրան, նա անձ է գիտի ինչպես մոտենա ինձ քեզ, ինչպես օգնի, Ինչպես խոսի, ինչպես առաջնորդի, ինչ մնացը կատարի Սուրբ Հոգին քուրեր եղբայրներ։ Նա եկեղեցին պատրաստողը, նա Քրիստոսի այգին պահապան անողը նա է։ Այդպես գրված է Եսայա մարգարեություն 27 գլուխ Եսայա 27 գլուխ 3-րդ խոսքը Ես դերս կպահեմ զանիկա, ամեն վայրկյան մեջ պիտի ոռոգեմ զանիկա, գիշեր ու ցերեկ անոր պահապանություն պիտի անեմ, որպեսզի չլատանան վրա մարդը հարցակվի, հալելույա Տիրոջը։ Մենք իր այգին ենք, իր տունն ենք, իր տղան ու աղջիկներն ենք,
Մի նայի քեզ քո տգարություններին, այո, եղբայր ճիշտ ասես։ Մի սատանա բերի քեզ քո տգար բաները։ Նայի Հիսուսին, ով եկերի բոլոր ծայրեր, ինձին այգո փրկվել գրված է։ Փրկությունը մարդուց չի, մարդու ուժով չի, հավատալ շնորհքով է Քրիստոսից։ Դուք շնորհքով փրկված եք, հավատի ձեռքով, սա ձեզ մեջ չի, հապա Աստծո ձրի պարգևն է։ Ձրի չի, գին է վճարվել, գին մեծ գին է տրվել, բայց մեզ դա ձրի է շնորհվել, քուրեր եղբայրներ։ Հավատքով փրկված եք դուք, հավատքով Հիսուսի ձեռքով, նա այրան ձեռքով, զոհի միջոցով, քուրեր եղբայրներ ջան, այդ ուզի Աստված իր եկեղեցին, այս վերջի ժամանակում սուրբ ապրի, իրանով ապրի, երկնային կյանքով ապրի, եկեղեցի հույսով ապրի, հավատքով քայլի։ Քուրեր եղբայրներ, մեծ պատերազմ է, մեծ պատերազմ։ Հնդայք տեսեք, խնդրում եմ, չնեղվեք, խնդրում եմ, ես դրա ինչ ձեզ եմ ասում, ես դրա կարիք ունեմ, գիտեք, չէ՞ դες արդեն պրծել եմ, դեռ երեքի վրա եմ, դեռ պատերազմ է, դի բարի պատերազմ ենք, դի մինչև մեր ընթացքը ավարտենք, մինչև վերջ, դի հավատ կպահենք, քուրեր եղբայրներ, մի վախեցի, մի խառնեմ իրար։ Եվ տեսեք, եւ որ չկա այդ արտահայտության կյանքը, եկեղեցի կյանքը չի հայտնվում մեր մեջ։ Մեր մեջ ինչեր չի սկսում հին Ադամը գործադրել։ Կամ մատ քույրիկ ինձի բան ասես, խռովեմ, մատ եղբայրի թարսնա ես քենախնդիր լինեմ, սկսենք իրա ատել, նախանձել, բան պասել։ Նեուսեմ խնդրում, բայց իրա հանդիպության լավ էլ պաչում ենք։ Բայց գված իրա ինչ համբույր տվեք, այդ ո՞րն է սուրբ համբույրը, պորոշի է, դեպի ճակատը պաչել, ո՞րն է սուրբ համբույրը։ Ո՞րն է որ։ Չգիտեք, ասեմ։ Եթե իմ ունիկ եղբայրին ներսս հաշի իր այդ, իրան չեմ ներե, իրան մենք ես իրան չեմ ծում, իմ համբույրս սուրբ է թե կեղծ է։ Եղավ ուդայի համբույր։ Այս որ ներսս իմ եղբայրի դեմ բան չկա, ներսս իրան սիրում է, ներսս խաղաղ է։ Բայց որտե ներսս Բալական մատ պաչեմատ է, ադեն չի, հարազատներ չի, այ երկինքի ակադում էր դետպեսի բան չկա, սուշպա, ամեն բան սուշպա, ամեն բան մակուրա, ամեն բան արտարը, ամեն բան երկինքի իրավունքով է, քուրեր եղբայր, այնտեղ չկա կռիվ, այնտեղ իրար դոշեր հավաքել չկա, այնտեղ իրար բամպասել չախոսել չկա, այնտեղ բաժանում չկա, սուպեր չեն բաժանում, չեն է բաժանվում, Սուշպեբ երկինք շարանգեն, յանի սրտով մակրուներին, նամդի ասուսու, տենան ասու զավակ կոչվեն, երկինք մտնեն, երկինք շարանգեն, մենք դրա զավաններն ենք, որ գամ εμեջ այդ կյանքին, նենք հաղորդ այդ պարավոր կյանքին, սուրբ հոգու միջոցով հաղորդ այդ կյանքին, որ երկինք շարանգենք, հարազատներ ժան, մեզ դամատ են հավաքել, մեզ դամատեր է կանչել, իրա պարախն աբերել, մեզ իրարա խարնել, դուք մեկ եք, դուք իմ այրան գինն եք, իմ ժողովուրդն ենք, իմ ընտանիքն եք, ընտանիքում կա փոքրիկ երեխա, բայց այդ ընտանիքի ժառանգն է, կա լինի կրսկի երեխա, տանն է կեղտոտում եւ այլը, բայց այդ ժառանգն է, այդ ընտանիքի ժառանգն է, նա այնտեղ է ծնվել, դի սպասենք նա մեծանա, Դե ներպես անայեմ գիտեք մեզ, էստեք սկսած ինձանից տարբեր հասակի եղբայր քուրեր ենք, բայց Իրանն ենք, իրասերունն ենք, իրար ժողովուրդն ենք, քուրեր եղբայրներ ջան, օգնի Աստված մեզ, լեսնի մեզ սուրբ հոգիով Աստված, քուրեր եղբայրներ, դե այդ կյանքը մեր մեջ սուրբ հոգին կառուցի, եւ այդպես գրված է Տիրոջ խոսքում, Եփեսացիս 4 գլուխ Այդ տեսեք այդ արտավերիկավ այդ կյանք կա քո մեջ, տես ինչ է ասում 22-րդ խոսքից, որպեսզի ձեր վրային մեկդի հանեք այնտեղ առաջվա վանվեցեղացին մարդը, խապեպա ցանկություն վաբականվածը, եւ ձեր մտքի հոգով նորոգվեցեք, նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերի պես տեսված է արտարությունով ու ճշմարիտ սրբությունով։ Այ հանվում է ինը։
Համաձայն չես դու հնի հետ։ Դու պատրաստում ես դրա դեմ, համաձայն չեմ, Տեր, ինձ ազատ արա Տեր Հիսուս։ Ոնց է կարծում պիտի մենք մեռնենք հին մարդու համար, թե պիտի հին մարդը մեռնի մեր համար։ Դժվար հարցամ լավ, բադ փորձեմ մամնար օրինակով բերեմ։ Վերցնենք, թե Հայաստանում շատ ուժեղ մարոզներ են լինում 35-40 կան տեղեր։ Մրսում ենք, տակ ենք հագնում, գլխակ ենք դնում, շարֆ ենք փաթաթում, որտեղ մրսում ենք։ Բայց մարդատեսակ կա, որ նասված մարոզը չի իշխում։ Դրանք ովքեր են։ Գիտեք այս մարդատեսակի։ Հլուժեղ ասա։ Մեռած մարդիկ են։ Որտեղ մարոզը չկա, իրանք չկան մարոզի համար։ Իրանք են մեռած։ Իրանք չի իշխում մարոզը։ Դամա Պողոսը աճանաբար գտել էր Տեր շնորհքով, Սուրբ Հոգու միջոցով ասում է, ես ամեն օր մեռնում եմ։ Ինչ համար մեռնում։ Նա մեղքի համար ամեն օր մեռնում էր։ Նա էր մեռնում։ Որպեսզի խափանվի իշխանությունը։ Գուրեր եղբայրներ, մարդու բնությունը ինքն իրեն չի փոխվում իր ուժերով, դա մահով է փոխվում։ Դա կյանքի հաջությամբ է նորոգվում մարդու մեջ։ Նորոգվի մեր կյանքը։ Այդպես գրված է Հռոմայեցիս 6-րդ գլխում այդպես է գրված։ Մեր կյանքը նորոգվի։ Չեք գիտեր, թե մենք որ Քրիստոս Հիսուսով մգրտվեցանք, անոր մահվանը մգրտվեցանք։ Անոր թաղվեցանք մգրտությունով, մահվան համար, որպեսզի ինչպես Քրիստոս հոր փառքովը հարցն առավ մեռներեն, այնպես մենք կյանքի նորոգության մեջ պտտվենք, դի մեր կյանքը նորոգվի։ Այս գիտնանք, որ մեր հին մարդ անոր հետ խաչվեցավ, որպեսզի մեղքի մամինը փչանա, բայց ալասկի հետև մեղքին չծառայենք։ Նորոգվի մեր կյանքը։ Քուրեր եղբայրներ, Սուրբ Հոգով լեցված մարդուներսի կյանքը օրեցօր նորոգվում է, օրեցօր։ Եվ եկինքի համար է պատասխանում, հապշտակման է պատասխանում։ Քուրեր եղբայրներ ջան, շատ ժամանակ չկա եկեղեցուն երկրի վրա։ Եկեղեցին շուտով կհապշտակվի, սուրբեն հապշտակվեն, Քրիստոսով նորոգված կյանք ունեցող զավաներ պիտի հապշտակվեն։ Քուրեր եղբայրներ, մեր ժամանակն հասել է, ինչպես ասեց Հիսուսը, ժամը հասել է, դե փառավորի որդին։ Մեր ժամը պիտի հասնի շուտով։ Շատ ժամանակ չկա, եղբայրներ քուրեր։ Ինչ հարց ունենք, լուծենք իրար հետ, լուծենք երկնքի հետ։ Նենք հաղորդ երկնային կյանքին, այն սրբությանը, Սուրբ Հոգու միջոցով։ Քուրեր եղբայրներ, ինչ հարց ունենք, ներենք իրար, խոնավենք երկնքի առաջ, դու եղբայր ջան, դու քուր ջան, դու ինչի՞ չէ, դու ներեք ինձի։ Ես մարդ եմ, երկինք եմ ուզում գնամ երկինք։ Քուրեր եղբայրներ ջան, ինձ էլ օգնեք, գիտեք որ գնամ երկինք, ինձ էլ օգնեք։ Մենք իրար օգնենք, իրար ձեռքերը բարձրացնենք, հորդորենք իրար, մեկտեղ հավաքվելը չթողենք։ Այսօր սատանան կոդլաշատերի հավատքը, Աստծո խոսքի վրա կարդալու հետ կապված, աղոթքի հետ կապված, մեկտեղ հավաքելուց հետ կապված, սա շատեր չեն ուզում մեկտեղ հավաքվեն։ Սա սատանայի սդերն է։ Մեկտեղ հավաքվել մի թողեք, Եբրայեցիս 10:25, ինքն ոմանք սովորություն ունեն։ Այո, քուրեր եղբայրներ ջան, մենք հավաքվենք մեկտեղ։ Մենք մեկտեղ պիտի Տերը փառավորենք, իրար հորդորենք, լցվենք Սուրբ Հոգով, տեղ տանք Սուրբ Հոգու աղոթքին, որպես ինքը մենք այդ կյանքը նորոգի, քարուքանդանի Սուրբ Հոգին, խավարի գործերը, քարուքանդանի Սուրբ Հոգին, սատանայի մտքերը, ներգործված խավար կյանքը, որ ինքը քարուքանդանի, մեր երկնային կյանք կառուցի, մեզ պատրաստի, երկինքի համար քուրեր եղբայրներ ջան, օրերը չար են, մենք պիտի զորանանք,
Դուք նհանվենք ավելի մոդնանք Հիսուսին, իրեն վստահենք, իրեն հենվենք, իրեն աղաղենք, ինչպես գրված է Սամոս 15-ում, ինձի կանչի քո նեղության օրը, ես քեզ կազատեմ, դու ինձ կփառավորես։ Ինձի կանչի գրված է։ Քուրեր եղբայրներ ջան, դե հանձնվենք դեր ձեռքերի մեջ, հանձնվենք ավետարանի խոսքին, այն սուրբ խոսքին, որ կարող շինել եւ բոլոր սրբազը մեզի ժառանգություն տալու եկինք հասնի, նա կամեն մենք նեսը շինի եկինքի արկայություն, քուրեր եղբայրներ ջան, օգնի Աստված ինձ ձեզ մենք պիտի ուզենք Հիսուս ջան, արամ իմ մեջ Տեր, արի իմ կյանքի մեջ Տեր, քայլի իմ մեջ իմ Աստված, տես կա ինչ նեսս խանգարող ես, Տեր ավրի, Տեր թող խայտարակվեմ, Տեր թող պախարակվեմ, թող հին մարդը փչանա, միայն դու բարձանաս իմ մեջս, երևաս միայն իմ մեջս, իմ տանիքիս մեջ, զավակներիս մեջ, քուրեր եղբայրներ, դե ոմանց ընտանիքում էլ չկա դեռ ոչ բոլոր չեն ապաշխարում, տղա չի ապաշխարում, ամուսնեն չի ապաշխարում կամ թե կինդ մի վախեցի, մի դատարի աղոթքից, մի հանձնվի, գրված այդպես դուք խոսքի մեջ քուրեր եղբայրներ ջան, կան շատ մայրեր ոնց երեխաները դեռ հավատքի մեջ չեն, մի հանձնվի, մի թևեր թուլացրու, մի աղոթքը դատարացրու, գրված է դուք խոսում այսպես քուրեր եղբայրներ, Արագած գլուխ թուղթ, Արագած գիրք 19 գլուխ 18 խոսքը, 19-18, քանոր հույս կա տղատ խրատ է եւ անոր մահվան կամակից միլա, սատանան գոացլա երեխայիդ, նանտալման դեպի մահվան, մի հանձնվի, մի վախեցի, աղոտ կարատիրոչը, դեր իմ զավակիս համար, իմ կարենիս համար, գայանչիկիս համար, եւ այլիս համար, դեր փարախդ բեր, Դիամանեց արուն թափ Հիսուս ջան, իմ ամուսնուն Տեր Հիսուս, իմ կնոջը Տեր Հիսուս, աղոտ կար Աստծո մարդ, կանչի եկինքի Աստծուն, եւ գեղեցիկա մեզ ասում, ողջ Երեմիայի մեջ, ողջ Երեմիա, երկրորդ գլխում գրված այսպես. Ողջ Երեմիա, եւ ավարտում եմ իմ խոսքս. Երկրորդ գլուխ 18-19 խոսքերը, 18-19, 18-ի կեսից եմ կարդում, քեզի հանգիստ մի տուր, աչքիդ բիբը չդադարի, ելիր գիշերով, աղագե գիշվերապարու սկիզբը, քոսիդը ջուրի պես թապետ Տիրոջ երեսի առջև, ձրքետ անոր վերցուր, քո տղոտդ հոգիների համար, որոնք ամեն փողոցու գլուխը անօթություն է կմարին, մի հանձնվի, հայր, մայր, եղբայր, քույր, մի հանձնվի, աղոտ աղաչանք բարձրացու Տիրոջը եւ հավատքով աղոթի, կանչի իրան, քո նեղության ժամանակ, հիվանդության ժամանակ, դժվար ժամանակ, կանչի Տիրոջը, արդարը հավատքով պիտի ապրի։ Այսա է քո անունիքդ Աստծո մարդ, եկեղեցի Քրիստոսի, արամ գնված ժողովուրդ, արդարը հավատքով պիտի ապրի։ Ետասարդ, եղբայր քույր, մի հանձնայց աշխարհի, այն գետերը տանող քեզ, մեղքի գետերը տանողին մի հանձնվի, մեղքի մեջ մի հանձնվի, կանչի Տիրոջը, կանչի։ Մեկը կար այդպես ընկած է ետասարդ ընկած է շատ մեղքերի մեջ, բայց սուբոգը մգրված էր։ Ծխում էր եւ այլ։ Յան ասեցինք, եղբայր ջան, ասպետենից այսպես գլսի, ասեմ հա գլսի, մասեց, ասեմ հա հենց այդպես, մա բա ոնց, ասեմ չգիտեմ ոնց, բայց ինքը մի բան գիտեմ, մեղավորի բարեկամն է, մեղավորի բարեկամն է, անուժին ուժ տվողն է, մեռածի հարությունն է, Սատանայի ձեռքից ազատողն է, կիրքերի դատարնն է, ինքն է, այդպես գնաց այդ հավատով աղոթքերը գնաց է, թե ինքը սրսկվում էր, ծխում էր, ահավոր էր, բայց Հիսուսը իրեն ազատ արեց, ոնց էր ուրախած է,
Մեր չկա ցանկություն։ Ժամը անցնում է նա որոնում էր նարկոտիկ։ Պիտի առներ զապաս ունենար, բայց Տերն հայտնվել ազատ էր արել։ Դե մեկին Աստծո ազատ անի, նա պիտի ճշանապես ազատ լինի։ Հալելույա Իրան։ Մենք այսպեսի փրկիչ ունենք։ Այսպեսի մեկը կա քո համար։ Իմ տղարքուր եղբայր։ Մա դու ինչ վիճակի մեջ ես, չգիտեմ ես, ինչ պատկերի մեջ, ինչ կասացանքների մեջ ես, չգիտեմ, բայց այսօր ժամանակն է վստահի Հիսուսին։ Հանձնվի Հիսուսին։ Նա խոցված ձեռքերին հանձնվի, նա կրծքին ընկի։ Նա քեզ սիրում է։ Նա չունի նպատակ, մեկիս կորսնցն համար, չունի նպատակ։ Նա փրկիչ է, մեղավորի բարեկամն է։ Գանք Տիրոջ առաջ, ամեն եղբոր աղոթքով, գանք Տիրոջ առաջ քուրեր եղբաներ, նաև տեղ դուր Սուրբ Հոգուն, Սուրբ Աստված ներգործիմ ներսս, Սուրբ Աստված քարուքան տարա ամեն խավարը։ Իմ մտքերս լուսավորի Տեր Հիսուս, մոտեցի ինձ Տեր Հիսուս, եկեք երկարի ինձ Տեր Հիսուս, ես քո զավակն եմ, տկար բայց քոնն եմ։